Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ։ Կրկին եթերում է Հակիրճ հաղորդաշարը, ես Արտուր Մանուկյանն եմ։ Եվ այսօր մեր հաղորդաշարի շրջանակում մենք ունենք իմ գոլեգայի որպես հյուր շատ հետաքրքիր հարցազրույցը համոզված եմ սպասվում մեզ եւ շատ կարեւոր է ինձ համար, որ մեր հյուրը բժիշկ է։ Վահե Տեր-Մինասյան, ինձ թվում է երկար ներկայացնել կարիքը չկա։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն, որ հրավերը ընդունեցիք եւ մեզ համար շատ կարեւոր է ձեր ներկայությունը։ Իսկապես յուրաքանչյուր երիտասարդ բժշկի համար, սկսնակ բժշկի համար որոշակի չափով իմ կարծիքով դուք չափանիշ եք։ Թե ձեր անցած ճանապարհով, թե նաև որպես հասարակական գործիչ։ Հասարակական գործիչ այն առումով եմ ասում, որ հանրային անձնավորություն եք եւ հեռուստատեսությունում եզակի բժիշկներից եք, որ բավականին մեծ ճանաչում ունեցաք եւ մեծ մեր ազգաբնակչության կողմից մեզ սիրված եք եւ դա իսկապես յուրահատուկ երևույթ է։ Եվ իհարկե մեր բժիշկների, սկսնակ բժիշկների համար նույնպես որպես այդպեսին կրկնվեմ չափանիշ եք։ Նախ եւ առաջ եթե կարելի է առաջին հարցը, ինչպես է ձեր մանկությունը անցել եւ ինչպես ստեղծվեց, իհարկե համոզված եմ այդ հարցին պատասխանել եք, ինչպես ստեղծվեց այդ որոշումը լինել բժիշկ։ Մանկությանս մասին միայն լավ բաներ կարող եմ ասել, որովհետև ինձ իրականում բախտ է վիճակվել, ծնվել այնպիսի ընտանիքում, որտեղ ծնողներս հենց իմ ծնողներն են։ Ծնողներս երկուսն էլ բանասերներ են, մայրս ցավոք հիմա չկա, հայրս էլ մայրս էլ երկուսն էլ դասավանդում էին, հայրիկը հիմա էլ Երևանի պետական համալսարանում, այսինքն մեծացել եմ այսպես շատ մտավորական ընտանիքում, ստացել եմ հայկական ընտանիքին, ավանդական ընտանիքին բնորոշ բոլոր փուլերով այսպես դաստիարակություն, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ ինձ համար իմ ծնողները, իմ հայրական ընտանիքը միշտ եղել է այն մոդելը, որը հետո երազել եմ ունենալ արդեն իմ ընտանիքում։ Մանկությունս իսկապես լավ մանկություն է եղել։ Մանկությունս չի եղել հարուստ մանկություն, իմ ծնողները երբեք հարուստ չեն եղել, ֆինանսապես տենց ճոխ հնարավորություններ չենք ունեցել, բայց ես հիշում եմ մի անգամ հայրիկին երբ որ հարցրեցի, ասացի, դե նա իր աղցը էս են ունի, այն ունի, նաև ինչ որ գոլեգաների հետ կապված, հայրս ասեց դու որտեղ ուզում ես նստիր, որտեղ ուզում ես վեր կաց, դու միշտ կարող ես ասել դու ում տղան ես ու երբեք որևէ մեկը երեսիդ չի կարողանա ասի, շփացնի, հա, ասի տարանք, չգիտեմ ինչ որ X գումար վճարեցինք, ես քնությունը ստացանք։ Հավատացեք, դա շատ թանկ բան է, մաքուր անունը, լավ անունը, շատ թանկ է եւ շատ ավելի թանկ է, քան նյութական հնարավորությունները։ Եվ ես իմ երեխաներին նույնպես փորձում եմ այդպես մեծացնել, որ իրենք էլ ամենտեղ կարողանան հպարտությամբ ասել, թե իրենք ում երեխաներն են եւ երբեք չամաչեն դրանից։ Բժիշկ դառնալը իմ մանկության երազանքն է, կարծում եմ ծնողներս էլ բնականաբար դրան նպաստել են ինչ-որ ձևով, որտեվ իրականում ցանկացած ծնող միշտ մոդելավորում է, թե ում կուզեր տեսնել իր երեխային։ Այսպես երևի համընկել են այս ցանկությունները ու այո, ես երջանիկ եմ աշխատանքի պահով, որովհետև մարդը պետք է սիրի իր աշխատանքը։ Եթե չսիրեց, առավել եւս բժշկությունը, եթե չսիրեց, դա կդառնա տանջանք։ Այսինքն պատկերացնում եք դուք ամեն օր գնաք, չսիրեք վիրահատել, չսիրեք ձեր աշխատանքը ու ամեն օր գնաք դա սարսափելի բան կլինի։ Մարդը պետք է սիրի, իմ բախտը բերել է, ես սիրում եմ, ես հաճույք եմ ստանում մարդկանց օգնելուց, այդ աշխատանքը անելուց, այդ արդյունքը տեսնելուց ու թու կարծես թե լավ է ստացվում։ Դրա համար էլ ես ինձ իսկապես ճիշտ տեղում եմ համարում, ճիշտ է ստացվել ու ես շատ գոհ եմ։ Ես որպես բժիշկ իհարկե միանշանակ համաձայն եմ, որ ընդհանրապես յուրաքանչյուր աշխատանք, առավել եւս բժշկությունը պետք է սիրելով զբաղվել այդ աշխատանքով, սակայն բժշկությունը այնքան դժվար, շատ կարելի ասել նաև դաժան մասնագիտություն է, որ լինում են նաև հուսահատություններ, քանի որ մենք որպես բժիշկներ
չենք ապահովագրված, այսպես ասած, խնդիրներից եւ բարդություններից։ Եվ իհարկե, ինչպես դուք էլ երևի կհամաձայնվեք, այն բժիշկը չունի բարդություն, ով ընդհանրապես չի աշխատում։ Լինում են բարդություններ։ Միանշանակ ու դրա մասին պետք է խոսել, այսինքն դա արդյոք ձեզ պետք է լինի հուսահատացրել, ինչպես եք դա հաղթահարել այդ բարդությունները, դժգոհությունները միգուցե նաև։ Չեմ կարող ասել, որ հաղթահարել եմ, որովհետև ամեն անգամ դա շատ ծանր եմ տանում։ Տեսեք, կա վիճակագրություն, այսինքն կա ինչ-որ X% բարդությունների, որոնք լինելու են։ Եթե դու վիրահատում ես, եթե դու վիրաբույժ ես, դու չես կարող ունենալ 100%-անոց արդյունք։ Այսինքն կլինի դա 1%, կլինի դա 2%, կամ 0.5% դու բարդություններ ունենալու ես, ու դու դրան պիտի պատրաստ լինես, դու պիտի ազնիվ լինես պացիենտի հետ, դու պիտի ասես, որ այո, գիտեք, այսպես։ Ուրիշ բան, եթե հանկարծ քո բարդությունների տոկոսը վիճակագրականից բարձր ստացվեց, այսինքն ամբողջ աշխարհում 100 հիվանդից մեկի մոտ պետք է լիներ բարդություն, հանկարծ քո հիվանդների մոտ բարձվեց 10 կամ 20-ն է, դա նշանակում է դու քո գործը վատ ես անում։ Բայց այն մեկը կամ, չգիտեմ, 2-ը կամ այդ 0.5%-ը լինելու են, վարժվել դրան հնարավոր չի, որովհետև ամեն այդպիսի դեպքը ես շատ ծանր եմ տանում, ամեն բարդությունը ինձ համար դա շատ մեծ ստրես է եւ ես երբեք չեմ այսպես ինչ որ կներեք կոպիտ բառ ասեմ, ինչ որ ֆրիկներ անես, ինչ որ հեքիաթ պատմես, ասես գիտեք դե ես միշտ սիրում եմ բուժարուին պացիենտին բացատրել, ասել այ գիտեք այս օբյեկտիվ պատճառներով մենք ունենք այս վիճակը եւ այո աշխարհում չկա որևէ վիրաբույժ, ամենալավ վիրաբույժը, ամենահայտնի, ամենատաղանդավոր, որը չի ունենում բարդություններ։ Դրանցից պետք չի վախենալ, դրանց պետք չի սովորել, որովհետև եթե հանկարծ դրանց սովորեցիր, այդ լավ բան չի բերի, բայց դրանք պետք է հաղթահարել, այսինքն ունես բարդություն, պետք է տեր կանգնես այդ բարդությանը ու մինչև վերջ տանես, հաղթահարես, շտկես, այդ հիվանդին ոտքի կանգնացնես, ճանապարհես։ Սա ինձ համար ընդունելի տարբերակն է, մնացած գուցե ուրիշ բժիշկներ այլ ձևով են մտածում, ուրիշ ձևով են ընկալում այս խնդիրը եւ նաեւ ինձ համար ծանր է հասարակության կողմից մի քիչ ագրեսիվ մոտեցումները։ Ինչ որ մի հոդված գնաց, որ այս ինչ հիվանդանոցում դեպք է տեղի ունեցել եւ հարազատները մեղադրում են բժիշկներին։ Չկա ոչ մի վերլուծություն, չկա համապատասխան հանձնաժողովի եզրակացություն, չկա դեռ ոչինչ բան չկա, բայց նայում ես կոմենտները, ինչքան ագրեսիվ են, ինչքան միանգամից, որովհետև տակը կարդում ես, որովհետև բոլորը փողով են ընդունվել, որովհետև բոլորը անխիղճ են, որովհետև բոլորը թքացում են պացիենտների վրա, բոլորին միայն փողն է հետաքրքրում, այնքան վիրավորական ասում ես, լավ, ախր համարյա բոլորդ երբևէ ունեցել եք չարդ, բոլորդ բժիշկի մոտ եք եղել, բոլորիդ ձեր հարազատների կյանքի հետ բժիշկներն են չէ փրկել։ Լավ այդ ամեն ինչը հեչ, հենց մի հատ ասենք խնդիր առաջացավ միանգամից այդ ագրեսիվությունը, ինչի համար։ Բժիշկները քաղաքական գործիչներ չեն եւ անընդհատ որոշակի մեղավորներ ման գալը բավականին սխալ է եւ ոչ ճիշտ։ Ես համաձայն եմ, որ բժիշկը պետք է նաև պատասխանատվություն կրի։ Այսինքն կա դրա շատ ավելի ցիվիլ տարբերակը։ Կարծում եք, որ խնդիր կա, խնդրեմ, դուք կարող եք բողոքարկել, դուք կարող եք պահանջել, որպեսզի ստեղծվի հանձնաժողով, դուք կարող եք դնել քննարկման, դուք կարող եք անգամ գնալ դատական կարգով այդ ամեն ինչը ապացուցեք եւ պահանջեք, որ բժիշկը պատիժ կրի, եթե դիցուկ Բայց գիտեք, ուղղակի ինչ որ մի բան միտեղ լսել ու միանգամից որոշել այդպիսի կարծիք հայտնել, չէ՞ որ դուք դրանով շատ հաճախ նաև նույն երիտասարդ բժիշկներին, այն մարդկանց, որոնք ուզում են դառնալ, ձգտում են դառնալ, դու այդպիսի ագրեսիվությամբ դուք նրանց հետ եք պահում։ Եվ կան բարդ մասնագիտություններ, դժվար մասնագիտություններ, որտեղ հիմա երիտասարդները չեն ուզում մտնել, որտեղ հասկանում են, որ
հասարակությունը ագրեսիվ է, ասում է, դե լավ, ինչի՞ սա պետք։ Գնահատված աշխատանք։ Հա, գնամ, տանջվեմ, հետո միանգամից ընկնեմ հարվածակը։ Չի ուզում աշխատանք։ Չի ուզում, հա, ավելի լավ է կգնամ մի հատ ավելի Ոչ պատասխանատու։ թեկուզ բժշկության մեջ ավելի թեթև մի ոլորտ կընտրեմ, որ շարից փորձանքից հեռու ու հանգիստ ինձ համար կապրեն, բայց ինչի համար փոխանակ խրախուսենք ծանր բարդ մասնագետներին, ասենք վայ ապրեք, դուք ընտրել եք ծանր մասնագիտություն, այն մասնագիտությունը, որը լիա բարդություններով, բայց նաև նրա հաղթանակն էլ այնտեղ տարած հաղթանակն էլ ունի իր արժեքը, շատ ավելի մեծ արժեքը։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչի սկիզբը դրվեց տարիներ առաջ, կհիշեք, կար մի ժամանակ, երբ իշխանությունները ձգտում էին գտնել խնդիրներ կրթական եւ առողջապահական համակարգում։ Թիրախավորվեց, այս երկրում էլ ուրիշ խնդիր չկար, ուրիշ կոռուպցիոներներ չկային, ոչ մի բան չկար, համար մեկ կոռուպցիոներները դրանք կրթական ոլորտն էր եւ առողջապահական ոլորտն էր։ Նոր ասում ես, լավ, դուք ձեզ հայլու մեջ տեսել եք, ասենք, թե ինչից ուր եք գնում, էլի։ Դե իրականում բերեք համաձայնվենք, որ խորհրդային իրավիճակներում, ժամանակահատվածներում այդ կոռուպցիա եւ Խորհրդային իրավիճակները չեմ ասում, ես ասում եմ Հայաստանի Հանրապետության իրավիճակները, երբ մոտավորապես կարծում եմ դա մոտավորապես մի 10-15 տարի առաջ էր, երբ որ ագրեսիվ մի հատ հակակոռուպցիոն այսպեսի բան չէ, ստեղծվեց ու չգիտես ինչու այդ հակակոռուպցիոն կառույցը հենց ընկել էր բժիշկների ու ուսուցիչների, դասախոսների հետևից, էլ եմ ասում, էլի։ Ես միշտ ասում եի, քանի բժիշկ կամ ուսուցիչ եք տեսել, որ թիկնազորով ման գա, քանիսի դղյակներն եք տեսել, քանիսի ճոխ ավտոմեքենաներն եք տեսել, ու այդ ֆոնի վրա ինչի հենց այդ մարդիկ պետք է դառնային թիրախ։ Մեր հաղորդումը կազմակերպելու ժամանակ ունենք խմբագիրներ, որոնք պատրաստում են հարցեր։ Եզակի յուրահատուկ հարցազրույց է, որ հարցերը պատրաստելուց խմբագիրները ներկայացրեցին եւ ես որոշ հարցերին այնուամենայնիվ, որոնք որ ուզում եմ ձեզ տալ, համաձայն չեմ եւ այնուամենայնիվ այդ հարցերը կտամ եւ փորձենք քննարկել։ Փորձենք ինձ արդեն հետաքրքրեց։ Առաջին հարցը, որ մեր խմբագիրը պատրաստել էր, դա նա է, որ արդյոք ընդունված է, որ եւ արդյոք դա ճիշտ է, որ բժշկությունը պետք է լինի թանկարժեք, ընդհանրապես առողջապահությունը պետք է լինի թանկարժեք եւ արդյոք դա ճիշտ է։ Միշտ ասում եմ, որ իմ կարծիքով բժշկությունը իսկապես պետք է լինի թանկարժեք, այսինքն նա պետք է որևիցե ձևով որակին եւ արժեքի հետ մեծաշով կապ չունենա։ Իրականում դա հարցը այն է, որ բուժառուի համար դա պետք է լինի իսկապես թանկարժեք, թե բուժառուի համար դա պետք է լինի անվճար։ Իհարկե դա նաև մենք խնդիրներ ունենք ապահովագրության հետ, որը որ չի ներդրվել, ես կարծում եմ, որ դա լուրջ հարց կլուծի իրականում, եւ այսպես արդյոք բժշկությունը իսկապես պետք է լինի թանկարժեք։ Բժշկությունը պետք է լինի հասանելի, առաջին հասանելի, եւ բժշկությունը պետք է լինի որակյալ։ Բժշկությունը չի կարող լինել անվճար, որովհետև ինքը ունի ծախս, ինքը ունի սարքավորումներ, ունի նյութեր, դեղորայք եւ այլն եւ այլն։ Ինչ որ մեկը դրա համար պիտի վճարի։ Պիտի պետությունը ստեղծի մեխանիզմներ, որպեսզի այդ վճարները կան, մտնեն առողջապահական համակարգ եւ առողջապահական համակարգը կարողանա ապահովել որակյալ առողջապահություն։ Այսինքն մենք հիմա կարող ենք վերցնել, ասել ամեն ինչը անվճար է հիմա բոլորի համար։ Մի քանի ամսում այդ բոլոր սարքերը, դեղերը կվերջանան ու կկանգնենք կոտրած տաշտակի առաջ։ Բայց եթե մենք ուզում ենք որակյալ թանկ դեղերով, լավ դեղերով, լավ սարքերով, լավ էս, լավ են, մեզ պետք են միջոցներ, որտեղից միջոցները, այո, առաջին տարբերակը, լավագույն տարբերակը դա ապահովագրության ներդրումն է, երբ որ մարդիկ ոչ թե այդ պահին խնդիր ունեն ու իրենք չեն մտածում, ու իրենք մտածում են ինչ անենք, հա, ու կանգնում են ունեզրկման առաջ, ստիված են տուն վաճառել, մեքենա վաճառել, ունեցված ոսկեղեն եւ այլն, եւ երկրորդ տարբերակը, երբ որ իրենք ստանդարտ անդադ վճարում են ապահովագրության համար եւ երբ որ պահը գալիս է իրենք մտածում են միայն իրենց առողջության մասին ու չեն մտածում որտեղից վերցնել գումարը։
Դա անշուշտ իդեալական տարբերակն է եւ մենք պետք է հասնենք դրան։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետություն ինչ ստեղծվել է, մենք միշտ լսում ենք, որ այ հեսա կներդրվի, ամեն եկող նախարարը խոստանում է, որ հեսա կզբաղվենք։ Ես հուսով եմ, որ մենք կհասնենք։ Ես հուսով եմ, որովհետև կարծես թե այս պահին ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ է գրվում, դժվարություններ լինելու են։ Համակարգը հենց որ մտավ, լինելու են անթիվ անհամար թերություններ, մենք այդ թերությունները տեսնելու ենք, մենք այդ թերություններից բողոքելու ենք, մենք այդ թերությունների մասին խոսելու ենք, բայց պետք է անել։ Այսինքն այնքան ժամանակ, քանի դու չես արել, այո, մարդիկ ստիպված են լինելու որակյալ լավ բարձրորակ բժշկության համար վճարել եւ ցավոք սրտի մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, մենք ունենք բազմաթիվ պացիենտներ, բուժառուներ, որոնց համար այսօր ցավոք սրտի որակյալ առողջապահությունը, որակյալ բժշկական օգնությունը հասանելի չէ։ Եվ դա ինձ համար շատ մեծ ցավ է։ Ես սարսափում եմ, երբ որ պացիենտին նշանակում ես ինչ-որ դեղամիջոց կամ առաջարկում ես ինչ-որ վիրահատություն, ու ինքը դրանից հրաժարվում է, որովհետև ինքը դրա փողը չունի։ Դա շատ վատ բան է, դա սարսափելի վատ բան է, դա շատ ամոթ է մեզնից յուրաքանչյուրի եւ պետության համար։ Միշտ զարմացել եմ մասնավորապես մեքենայի ապահովագրությունը, որպես այդպեսին շատ հեշտ ներդրվեց, սակայն համոզված եմ, որ մարդու առողջությունը շատ անգամ ավելի կարևոր է, քան մեքենան, եւ անկախ ամեն ինչից չեմ հասկանում ինչի, իհարկե մոտավորապես առողջապահության ադմինիստրացիան, որ ադմինիստրատիվ հարցերի հետ մոտավորապես ծանոթ եմ, սակայն իմ համար միշտ տարօրինակ է ինչի ապահովագրությունը այնուամենայնիվ չի ստացվում, չի ներդրվում, արդյոք բարի կամք է, ինչ-որ չափով պետք, որոշակի մեխանիզմներ են պետք ներդնել եւ այլն, ինչ եք կարծում, ինչն է անհրաժեշտ, որ բարի կամքը չի աշխատի, որովհետեւ մենք երկար տարիներ ունենք ապահովագրական ընկերություններ, որոնք մասնավոր կերպով առաջարկում են դու կարող եք կամավոր գնալ ապահովագրել։ Ես թվերին կոնկրետ չեմ տիրապետում, բայց ես կարծում եմ, որ մասնավոր ապահովագրություն մաքսիմում իմ կարծիքով հաստատ 10%-ը չունի։ Հաստատ։ Այսինքն մարդկանց 90%-ը չի գնում, չի ապահովագրվում, չի։ Հաջորդ հարցը, իսկ արդյոք այդ ապահովագրական ընկերությունները կատարում են իրենց պարտականությունները եւ այն մարդիկ, որոնք գնացել են ապահովագրվել են, իրեն գոհ են այդ ապահովագրական համակարգից։ Ես միշտ նշում եմ, որ ես օրինակի համար ինձ համար ապահովագրական ընկերությունների աշխատանքը ես չեմ կարող դրանց համարել բավարար։ Այո, ես չեմ թաքցնում, որ գրեթե բոլորի հետ ունեցել եմ կոնֆլիկտներ եւ գրեթե բոլորի հետ ես այսպես ուժային ձևով ստիպել եմ, որ իմ ուզածը լինի, հա, այսինքն ես դեպքեր եմ ունեցել, երբ որ ասենք պացիենտ ապահովագրված է եւ ապահովագրության մեջ ասում են նշված է, որ փոխհատուցվում է միայն սուր դեպքերը, հա, ու ես դիագնոզ եմ դնում, ես ախտորոշում եմ դնում սուր որովային։ Ինձ զանգահարում է ապահովագրական ընկերության մասնագետը, բժիշկը, պատկերացնեք, ու ինձ ասում է, այս որ գրել եք սուր որովային, դա սուր վիճակ է։ Արդյոք դա սուր է, այո։ Ասի գիտեք, երևի գրեմ շատ սուր որովային։ Ես ունեմ դեպքեր, երբ որ ապահովագրական ընկերությունը ասում եմ, մենք չենք փոխհատուցելու ձեր կատարած վիրահատությունը, ասում եմ ինչու, ասում եմ, որովհետև ինձ դուր չի գալիս, երիտասարդ կին է, բռնել եք քաղցկեղով հիվանդ կնոջ պարագայում, ասում եմ, բռնել եք ինչ կա չկա հեռացրել եք, ասում եմ, ինձ դուր չի գալիս, չկարող ես մի հատ էլ ասել կամ միտեղ գրել, հա, փորձագետ ջան, որովհետև դուր գալը ո՞րն է, ասենք մենք եկել էինք իրար հետ ֆուտբոլ խաղալու կամ չգիտեմ ինչ անելու որ դուք փոխհարաբերություն։ Հա, ես ունեմ բազմաթիվ դեպքեր, երբ որ այո, ապահովագրական ընկերությունները իրենց պահել են ոչ կոմպետենտ եւ գնացել եմ կոնֆլիկտի եւ հասել եմ, որ իմ բուժառուի շահերը պիտի պաշտպանվեն։ Փառք Աստծո, հիմա ավելի այսպես լավ ենք, իրար մոտավորապես հասկացել ենք եւ սովորաբար այդ կոնֆլիկտները արդեն չեն լինում, բայց ունեցել եմ նաեւ հակառակը Հայաստանում կա նաեւ մյուս կողմը, երբ
Օրինակ մեր ոլորտում, հա, գինեկոլոգիայում ես կարծում եմ, այո, շատ մեծ տոկոս են կազմում չհիմնավորված վիրահատությունները։ Չհիմնավորված, այսինքն երբ որ նայում ես, գալիս է թղթեր, նայում ես, ասում ես, բայց ինչի են այս մարդուն վիրահատել։ Այստեղ վիրահատություն ցուցված չէր կամ այդ ծավալի վիրահատություն ցուցված չէր։ Տարիներ առաջ, մինչև այս իշխանությունները, ես երկար մտածեցինք ընկերներով, թե ինչ կարելի է, ում հետ կարելի է այդ թեման քննարկել։ Պետության հետ դա ռեալ չէր եւ եկանք ապահովագրականներին, ասացինք, երկու ամենախոշոր ապահովագրական ընկերություններին են ժամանակ առաջարկեցինք, ասացինք, գիտեք, ձեր գինեկոլոգիական դեպքերը ուղարկեք երկրորդ կարծիքի, ոչ ձեզ ինձ գումար ենք ուզում, ոչ շուն բան։ Ասացի ես ձեզ մտքում գիտեի, որ ահագին մեծ մի 50%-ով կնվազեցնեմ, բայց ասացի առնվազն 30%-ով ձեր գումարները կնվազեցնեմ, ձեր ծախսերը կնվազեցնեմ։ Ես սպասում էի, որ իրենք պետք է ոգևորվեն, մի անգամ ծծում, հա, այս ինչ բան։ Մեկ շաբաթ մտածեցին, մեկ շաբաթ հետո երկուսն էլ մերժեցին։ Ինձ համար դա շոկ էր։ Ոնց, ես իրենց առաջարկում եմ իրանք գումարները չծախսել։ Հետո ինձ բացատրում են, ասում են, գիտես, ինչ կենտրոնների հետ կապված են, ինչ ձևերով, իրանք դեմ չեն այդ անիմաստ վիրահատություններին, որովհետև այդ գումարները դու ինչ գիտես, ոնց է հետ գնում, ուր մտնում, ինչ անում։ Մենք գիտենք ոնց ենք անում, այսպես ասած։ Ահա, բատերից սկսեք։ Պարտադիր ապահովագրություն մեծ հաշվով։ Կարծում Պիտի աշխատի։ Անկյունաքարը որպես այդպեսին, հարցի լուծումը դա է։ Որն է հենց իրական խնդիրը, ինչն է պատճառը, որ մենք չենք։ Ես հասկանում եմ, որ այնտեղ պատճառներ բավականին շատ են, սկսած պրոտոկոլների, Ռուսաստանից այդքան վատն ենք մեծ հաշվով, չէ՞, որ այնտեղ էլ նույնպես նույն խնդիրները։ Առողջապահական համակարգ, գիտեք, կան մի քանի առողջապահական համակարգեր, որոնք որ կատաստրոֆիկ վատն են, հա։ Մեկը դա ռուսականն է, մեկը որ ասում են ամերիկյան առողջապահական համակարգը, ամերիկյան այդ ինշուրանսները, դա դու գիտեք, դա ինչ փող լվանալու, այս կոռուպցիոն, ասենք թե դա պետք չի օրինակ բերել, հա։ Ես կարծում եմ, որ էլի եմ ասում, պետք է սկսել եւ ես տեսնում եմ այն աշխատանքը, որ այսօր արվում է եւ ես տեսնում եմ այն թերությունները, գիտեմ դրանց մասին, ես հասկանում եմ, որ լինելու են բազմաթիվ քննադատություններ, բայց պետք է չվախենալ, որովհետև ես կարծում եմ, որ չի արվել, 30 տարի չի արվել, հենց գուցե նաև վախից կամ շահերի բախում է եղել, կամ ցանկություն չի եղել, բայց ինչքան կարելի է նստել, որովհետև ես կարծում եմ ամեն այն մի դեպքը, երբ մարդը չի պահպանում իր առողջությունը, ամեն այն մի դեպքը, երբ մարդը կորցնում է իր կյանքը եւ դա լինում է ոչ նրա պատճառով, որ տեղը չկար, ոչ այն պատճառով, որ բուժման մեթոդը չկար, այլ մի հատ պատճառ, որ մարդը փող չուներ, դա սարսափելի է եւ դա աններելի է մեզ բոլորիս համար, առավել եւս եթե մենք ասում ենք, որ մենք պետք է ունենանք սոցիալական պետություն։ Բայց անկախ ամեն ինչից կարևոր է նաեւ իմ կարծիքով մեր ազգաբնակչության, այսպես ասած, մինտալնես գաղափարը նույնպես իրենց առողջության հետ կապված բարձր լինի եւ պրոֆիլակտիկան որպես այդպեսին բարձր լինի, չէ՞ որ այսօրվա դրությամբ կան պոլիկլինիկական ծառայություններ անվճար եւ մեր շատ բուժառուներ չեն օգտվում, այո, կարող են գնալ հետազոտությունների բարբերաբար, սակայն գնում են այն ժամանակ, երբ որ դանակը հասնում է ոսկրին։ Մի քիչ ծանոթ եմ այն ամեն ինչին, ինչ որ արվելու է եւ քանի որ սկրինինգային ծրագրերից մեկը Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման սկրինինգային ծրագիրը, ասենք ես եմ գրել սկրինինգային ծրագրերի այդ խմբում աշխատել եմ, ես գիտեմ, որ նախատեսվում է հետեւյալ մոդելը, որպեսզի ձեր ապահովագրությունը ակտիվանա, դուք պետք է գնաք սկրինինգի։ Այսինքն, եթե դուք գումարը վճարեցիք, բայց դուք չգնացիք այդ հետազոտությունները չարեցիք, ու վաղը մյուս օր ձեր մոտ խնդիր առաջացավ, փող կներեք, բայց դուք չեք ակտիվացրել, դուք չեք գնացել, չեք արել։ Այստեղ պետությունը ստիպում է կարծես թե, ամեն դեպս պատրաստվում է ստիպել, եւ դա ճիշտ է, որովհետեւ գիտեք, ոնց է, չէ, տարիներ առաջ, երբ որ մեզ ասում էին բոլորը պետք է ամրագոտիներով մեքենա վարել, մենք ոնց պետք է ամրագոտի, դա համոտ չի կամ լավ ինձ ինչ է եղել, մարդիկ
Դու սկսում ես ստիպել, դու սկսում ես տուգանել, դու սկսում ես ուժով ստիպել, որ դա անեն։ Մի քիչ կփնթփնթան, մի քիչ կբողոքեն, մի քիչ խոհանոցում նստած հարևաններով կդժգոհեն, բայց զարգանում է կուլտուրան։ Այսինքն 1, 2, 3 առավել եւս նոր եկող սերունդը իմ երեխաները այսօր որ նստում են մեքենա, իրենք չեն հարցնում, իսկ կարելի է, ասենք, չամրակապված մեքենա նստել կամ իրենք գիտեն, որ ձևը տենց է, իրենք նստում են, կապ չունի, դեմն են նստած, հետևն են նստած, ամեն մեկը շախ, շարեցին ու գնացին։ Հիմա նույնը կարելի է անել նաև ես կարծում եմ առողջապահության հետ։ Մի տարի, 2 տարի դժվար կլինի, հետո կսովորեն, որ դե ձևը այդպես է, որ պիտի գնաս, հետազոտվես ու ոչ ոք դրանից չի զարմանա, ոչ ոք դրանից ինչ որ բան չի սարքի, առավել եւս եթե դրա համար դու գումար չես վճարում, դա արդեն քո ծրագրի մեջ է, ավելորդ ոչ մի քաշքշուկ չկա, քեզ տրվում է ցուցակ, հնարավոր բոլոր կլինի, ուր ես ուզում, այ կարաս գնաս սրա մոտ, որտեղ ուզում ես գնա անդրի քո ցանկությամբ անցի այդ հետազոտությունները։ Հիշում եմ չարաբաստիկ կորոնավիրուսի ժամանակ, երբ որ այդ ռոպագանդվում էր, ներկայացվում էր դիմակ դրեք եւ այլն, եւ Եվրոպայում այդ պարագայում գտնում էի Գերմանիայում եւ ընկերներ ունեի, որոնք ոչ բժիշկներ են, պարտադիր դնում էին դիմակներ։ Վերադարձանք Երևան, հա, ոչինչ պետք չի դնել եւ այլն։ Եվ այդ ամենը տիրում է երևի թե նաեւ հենց ինչպես ճիշտ ասեցիք մեքենա վարելուց այդ կամրակապվելը եւ այլ չգիտես ինչու մեր հայ բնակչության մոտ կա այդպիսի կարծրատիպ, որ Հայաստանում կարելի է խուսափել, չպահպանել, բայց արտասահմանում այո, վերջապես ձեր առողջության, հա, այդ կապված ում եք խաբելու, ինչ անում եք, ձեզ եք անում, նույնն էլ այս ոլորտում է երևի։ Նայեք, մի փոքր ծրագիր է, հա, այսինքն արգանդի պարանոցի քաղցկեղին չեմ վերադառնում, որտեղ դա իմ նեղ մասնագիտությունն է, ու այդ ծրագիրը ես ինձ համար համարում եմ մոտակա տարիների ամենակարևոր գործը, որ ես կարող եմ անել, ու ես հաշվարկները այսպեսին են, հա, մենք տարեկան ունենք 260-ից 280 դեպք քաղցկեղի, այսինքն այդ կանայք արդեն դառնում են հաշմանդամ։ Նրանցից մոտավորապես 150-ը ցավոք սրտի մահանում է։ Եթե մենք կատարենք այն ինչ որ նախատեսված է, այն ծրագրով, որը որ գրած է, սարքած է, արած է, ընդհանրապես այդ մի ծրագրով մենք տարեկան պիտի ունենանք Հայաստանում ոչ ավել քան 60 դեպք, 60-ից ցածր։ Այսինքն տարեկան 200 կին չի հիվանդանա քաղցկեղով։ Տարեկան 150 կին չի մահանա քաղցկեղից, արգանդի պարանոցի քաղցկեղից։ Ես միշտ ասում եմ, եթե ես այդ ծրագիրը այն որ կարողանամ մինչև վերջ հասցնեմ, ես ուրեմն կյանքս իզուր չեմ ապրել ու կքննադատեն, կսիրեն, կգովեն, թե կասեն, այս անում է, ինձ համար միևնույնն է, որովհետև եթե ես վերջում հասա դրան, ընդ որում մարդիկ չեն էլ հասկանում, այդ կինը ոչ չի հասկանալու, որ այս ծրագրով ինքը փրկվեց։ Ինքը չգիտի, ինքը պրոստը ուղղակի իր կյանքով ապրեց, այդ մենք գիտենք, որ վիճակագրորեն այսքան կին մահանալու էր, իսկ հիմա այսքան կին չմահացավ։ Բայց դրանից մենք շահելու ենք բոլորս, դրանից պատկերացրեք քանի ընտանիք, քանի մարդ, քանի դրանց հետ կապակցված, ասենք թե անձնավորություն չի դժբախտանա ու քանի ընտանիք կմնա կայուն ու առողջ։ Վերջին ձեր հարցազրույցի ժամանակ մի արտահայտություն արեցիք եւ բավականին օբյեկտիվ էր, որ կան ոչ բարեխիղճ բավականին շատ բժիշկներ Հայաստանում։ Ցավոք սրտի, այո, կա այդպիսի իրավիճակ եւ ունենք այն ինչ որ ունենք, սակայն իհարկե նույնպես մեր սկսնակ բժիշկների համար երևի թե ձեր խորհուրդը, ձեր խոսքը ինչպես լինել լավ բժիշկ, ինչ մի քանի 3-4 միգուցե կարևոր հիմնական պոստուլատներն են պետք որպեսզի պահպանել առաջին հերթին։ Դե առաջինը դա վնասիրն է, որովհետև ցանկացած քայլ, ցանկացած խոսք, ցանկացած միտք, ցանկացած գործողություն առաջի բանը պետք է հանկարծ վնաս չտաս։ Okay, վնաս չտվեցինք, երկրորդը փորձես հասկանալ, կարողանում ես օգնել թե չէ։ Եթե քո հնարավորությունների, քո պարտականությունների մեջ է, անպայման քո մաքսիմալ գործողությունները կատարես։ Եթե հասկանում ես, որ սա քո ուժերից վեր է, չմտնել այն գործի մեջ, որը դու դեռևս չես կարող անել, որովհետև էլի կգնաս վնաս կտաս։ Չամաչել,
Գալ, հարցնել, չամաչել, սովորելուց, չամաչել, չիմանալուց, ավելորդ ինքնավստահությունից հեռու մնալ, բայց նաև չլինել վախկոտ։ Բժիշկը չի կարող վախկոտ լինի։ Վախկոտ եղար կուրած ես, որովհետև ես շատ եմ տեսել բավականին գրագետ, կարակային պատրաստված լավ բժիշկներ թվում է թե հա, բայց նույն վիրաբուժության մեջ մտնում էր գործողություններ նայելուց հասկանում ես վախենում են։ Բժիշկը պիտի չվախենա, բայց այդ չվախենալը պիտի լինի հիմնավորված, այսինքն ինքը պիտի կարողանա այդ ամեն ինչի տակից։ Վախենալը փորձով է ձեռք բերվում մեծ հաշվով։ Այո, փորձը ոնց է ձեռք բերվում, փորձը ձեռք է բերվում շատ դժվար։ Շատ մեծ լուրջ խնդիր է իմիջիալոց Հայաստանում ձեռք բերել։ Փորձ ձեռք բերելու չէ, որ մենք ինքներս հասկանում ենք, որ մեզ ոչ մեկ պացիենտ չի տալիս, մենք պետք է մեր ուժերով, մեր ծանոթներով եւ այլն, ով է մեզ տալու պացիենտ, ոչ ոք։ Ամբողջ խնդիրը դա է։ Եկեք նայեք իմ կլինիկական օրդինատորներին, եկեք նայեք մեր ամբիոնը, ու եկեք նայեք, տեսեք իմ երիտասարդները այսօր ոնց են վիրահատում։ Ոնց չեն վախենում։ Ոնց չեն վախենում, ոնց են գրագետ վիրահատում, այնքան եմ խոսում, որ կյանքները ուտում եմ, բայց ամեն անգամ, երբ որ ես տեսնում եմ, թե իմ երիտասարդը այն որ ինձ թվում է չէ կյանքում չի վիրահատի, ասենք, երբ որ ամեն անգամ ես տեսնում եմ այն նուրբ սիրուն ձևով, երբ որ ասենք, թե այդ վիրահատությունը արեց, ես կյանքում չեմ ուրախացել իմ արած վիրահատությունից այնքան, ինչքան ես ուրախանում եմ։ Գիտեք, վաղը մյուս օր ես չեմ լինի։ Իմ երեխեքին, իմ հարազատներին, իմ բարեկամներին, բա իրենք են բուժելու։ Ամենավատ բաներից մեր բժշկական համակարգի դա նա էր, որ մենք չունենք շկոլաներ, ասած է, որ ամեն մեկ ինչ որ մի բան սովորել է, դնում է իր տակը, էս ես եմ ու վերջ։ Ես երբ որ ասում եմ ես սովորացնելու եմ, ես բացատ ասում եմ, բայց քեզ պետք է, ինչո՞ւ քեզ համար կոնկուրենտներ է ստեղծում։ Այդպես համար ամենաանընդունելի բանն ասում, լավ ոնց։ Ես սովորել եմ ոչ Հայաստանում։ Այն ինչը որ ես անում եմ, ես սովորել եմ Ֆրանսիայում, ես սովորել եմ Ճապոնիայում, այսինքն ես գնացել եմ, ես ծախսել եմ մեծ գումարներ, այն ժամանակ ինձ համար ֆանտաստիկ գումարներ, այն որ sense մինչև վերջի կոպեկը դրել եմ։ Հիմա ես ինչ այդ նույնը ասեմ, դե գնացեք դուք էլ դրսում ինչ ունեք, չունեք, ասենք թե ծախսեք, ինչի, բայց ես անում եմ, չէ։ Եկեք ես դες կսովորացնեմ, խնդիր չկա։ Ու սովորացնում եմ։ Այդ իմ մտածելակերպն է։ Հա, թող դառնան ինձ կոնկուրենտ, թող դառնան ինձնից լավը, թող իրանց հիվանդները ավելի շատ լինեն, թող իրանք ինձնից շատ փող աշխատեն։ Գնահատան միտիկ է։ Նայեք, գնահատելու վաղով էլ եմ մտածել։ Ես էլ իմ արժանիքն ունեմ, ես չլինեի, չաշխատեի, սովորեի ես եւ այլ եւ այլ։ Չէ՞ որ լինում են այդպիսի իրավիճակներ, տարբեր մարդիկ են լինում, հա իմ ուսուցիչն է, բայց ես անկախ ամեն ինչից մեծ ուժեր եմ ներդրել եւ այլ եւ այլ։ Դա հուսահատություն է առաջացնում, երբ որ քո ուսանողը մեկ էլ քո անունը երբեք չի տալիս, չի ասում, որ այս Անշնորհակալ մարդը դա աշխարհի ամենավատ բանն է, դա իմ լուսահոգի ուսուցիչ Հայրո Միխայելչի սիրած բառերներին ամեն անգամ ինչ որ մի բանի ժամանակ մի քանի անգամ եմ լսել այդ արտահայտությունը իրենից, ֆանտաստիկ անձնավորություն էր, որին շատ էի սիրում ու հարգում։ Ամեն անգամ ինչ որ մի վատ բան որ լինում էր, ասում էր ամենավատ բանը անշնորհակալ մարդն է։ Հիմա նայեք, ունեցել եմ առիթներ, երբ որ սովորեցրել եմ, ձեռքը բռնած, հասցրել եմ ինչ որ մակարդակի եւ ունեցել եմ մարդկային առումով խիստ մեծ հիասթափություն, հա, այդ անշնորհակալության։ Հետո եկել եմ իմ մեջ այդ ամեն ինչ անցկացնելով, մտածելով, հետո հասկացել եմ հետեւյալ բանը։ Երբ որ դու ինչ որ մեկին մի բան սովորեցնում ես, երբեք ու երբեք չպետք է սպասես ու ակնկալես այդ շնորհակալությունը։ Կլինի շատ լավ, չի լինի ոչինչ, որովհետև դա չի կարևորը։ Կարևորը որ դու քո գործը արեցիր, դու սովորեցրեցիր, դու անցար առաջ։ Այդ արդեն իր խնդիրն է։ Այդ ինքն է դրանով ապրելու, իր անշնորհակալությամբ, Աստվածաշնչի խոսքերն են երևի։ Իր անշնորհակալությամբ կամ իր շնորհակալությամբ այդ իր կյանքն է, ինքն է դրանով ապրելու։ Դու արա բաց թող, դա քոնը չի։
այդ դեպքում շատ ավելի հեշտ է ստացվում ու ես հիմա երբ որ սովորացնում եմ, երբ որ ինչ-որ բաներ անում եմ, ես բացարձակ չեմ ակնկալում, որ վաղը մյուս օր ինչ-որ միտեղ, գիտեմ, նկարս կխմցնենք, ասեն, այ վայ, շուտ նայ, հա, կենացս կխմենք, կանեն ուրախանամ, կասեմ հարց չկա, այո, ես ուրախ եմ։ Չեն անի, կասեն, որ իրանք բան էին, գիշերը քնեցին, երազում սովորեցին, ոնց է պետք ճիշտ վիրահատել կամ ասենք, թե չգիտեմ, այլ մոլորակայինները իրանք սովորացրից, թող ասեն։ Ինձ դրանից ոչ տակ, ոչ սառը, անկեղծ։ Շնորհակալություն ձեզ հարգելի բարեկամներ, ձեզ հետ էր Հակիրճ հաղորդաշարը, կհանդիպենք։